Թանկագին քույրեր եւ եղբայրներ, շարունակում ենք խոսել այն նշանների մասին, որոնք վկայում են, որ Աստված անձի հետ է, Աստված քեզ հետ է։ Մեկը կարող է վերանով լոկ դավանել դրա մասին, մեկը կարող է Սուրբ Գիրքը կարդալ եւ ասել այս է ինձ է վերաբերվում, մեկը կարող է լռել, սակայն որոշակի նշաններ խոսեն, բարձրաձայն խոսեն, որ իրոք Աստված այս մարդու հետ է։ Իհարկե, Քրիստոս իր բնակությունը հաստատում է յուրաքանչյուր վերստին ծնված անձնավորության սրտում, կյանքում, բայց որքանով է այդ մարդը քայլում նրա ներկայության մեջ, սա հարցի երկրորդ կողմն է։ Որքանով է Քրիստոս կենդանի կերպով ներկայիս մարդու կյանքում եւ որոնք են այն պտուղները, նշանները, որոնք վկայում են, որ իրոք Աստված այս մարդու հետ է քայլում։ Նշանները շատ են, սակայն ես առանձնացրել եմ մի քանի նշաններ, որոնց մասին պարզապես քիչ ենք խոսել։ Խնդրում եմ, որ սա հիշեք, որ չլինի թե ասենք, միայն սրանք են վկայում, որ Աստված կամ Քրիստոս քայլում է մեկի հետ։ Սրանք մի քանի ակնառու նշաններ են, որոնց մասին մենք խոսել ենք արդեն մի քանի կիրակի, այսօր շարունակելու ենք խոսել, եւ այս անգամ ուզում եմ ընթերցել Եբրայեցիս նամակից 5-րդ գլուխ 13-14 համարները, քանզի այն, որ կաթնկեր է, արդարության խոսքին անհմուտ է, որովհետև տղա է, բայց հաստատուն կերակուրը չափահասներուն համար է, որոնց զգայարանքները սովորությամբ վարժված են բարին ու չարը զանազանելու։ Կաթնակեր ասելով Աստծո խոսքը նկատի ունի հոգևոր կյանքում թույլ տկար կամ մարմնավոր քրիստոնյաներին, թեև իրենց կյանքում ունեն Քրիստոսի ներկայությունը վերստին ծնունդով, սակայն հոգևոր աճ չունենալու պատճառով նրա ներկայությունը ակնառու չէ, շոշափելի չէ, զգալի չէ։ Եվ ասում է արդարության խոսքին անհմուտ է։ Արդարության խոսքը Աստծո խոսքն է, որին կաթնակեր քրիստոնյան անհմուտ է։ Այսինքն չի ճանաչում այդ խոսքը, չի թևածում այդ խոսքի մեջ, չի քննում, չի սերտում, չի սովորում, հակված չէ ճանաչելու Աստծո կամքը, Աստծո խոսքը, նա իր ականջը չի ուղում դեպի Աստծո ձայնը, նա իր աչքերը չի սևեռում դեպի Աստծո խոսքը, նա իր միտքը չի լեցնում Աստծո խոսքի գիտությամբ։ Դրա հետևանքով նա դառնում է անհմուտ արդարության խոսքին, որի արդյունքում եւ նա չի կարողանում այս կյանքում զանազանել չարն ու բարին, ճշմարտությունը եւ կեղծիքը, արդարությունը եւ անիրավությունը, ճշմարիտը, ուղիղը, արդարը եւ կեղծավորը։ Ակնառու նշաններից մեկը, որը վկայում է, որ Աստված քեզ հետ է, դա դու կեղծն ու կեղծավորին շուտ ես նշմարում։ Դու կեղծն ու կեղծավորին շուտ ես նշմարում։ Եվ զարմանալիորեն
դու դա չես վերագրում քո կարողություններին, որովհետև դու գիտես, որ դա քո կարողությունները չեն, որովհետև կյանքի շատ եւ շատ հարցերում դու շատ ավելի միամիտ ես։ Սակայն երբ Աստծո խոսքի մեջ հմուտ ես, երբ արդարության խոսքի մեջ հմուտ ես, երբ շարունակական հաղորդակցության մեջ ես Աստծո հետ, Աստծո ձայնը լսում ես, Քրիստոս Հիսուսի հետ քայլում ես, այս հաղորդակցությունը, այս կենթանի շփումը, այս հաղորդակցությունը, նրա հետ այս քայլքը քո մեջ առաջացնում է մի կարևոր հատկանիշ։ Այն է նշմարել, շուտ նշմարել կեղծիքը։ Կեղծը սկսում ես զանազանել։ Ճիշտ այն ոսկերիչի նման, որը որ այնքան գործ է անում ոսկու հետ, այնքան է աշխատում ոսկու հետ, որ եթե դու նրա ձեռքին տաս մի այլ մետաղ, որը որ արտաքուստ կարող է ոսկուն նման լինի, նա անմիջապես նշմարում է ինչը։ Կեղծը նշմարում է։ Ես ու դու կարողա չնշմարենք, իմ վրա չկա ոսկի։ Հիմա ինձ ոսկե զոծ ինչ մետաղ էլ տաս, պղինձ տաս կամ չգիտեմ ուրիշ լատուն տաս, ոսկեզոց կարող է ես չնշմարեմ դա, չհասկանամ։ Սա իրական ոսկե, ես ստիպված պետք է գնամ մասնագետի, որովհետև այդ հարցում կաթնակեր եմ։ Հա, որոշ բաներ կարող է նկատեմ, մի քիչ ծանրությունից զգամ, մի քիչ գույնից զգամ, բայց մեկը որ հմուտ է այդ հարցում, նա ձեռքը պահելով, մի թեթև նայելով, հերվից անգամ քո ձեռքում կնկատի, դա իրական է, թե իրական չէ։ Ադամանդագործը մեկ հատ նայի կհասկանա, սա ադամանդ է, թե այլ քար է, ցերկոն օրինակ։ Արտաքուս շատ նման է, այդ նույն էլի տաշվածքը կա, էլի ինչ որ փայլ կա իր մեջ եւ այլն եւ մեկը որ չի ճանաչում, հիմա ինձ բերեն ցերկոնից մատանի նվեր տան եւ ասեն ադամանդից է, ես գուցե շատ ուրախությամբ ընդունեմ։ Քանի որ վարժ չեմ, հմուտ չեմ։ Նա որ Աստծո խոսքի մեջ հմուտ է, նա որ Քրիստոսի հետ քայլում է, շարունակական հաղորդակցության մեջ է նրա հետ, նա ուզի, նա իր ներքին զգայարաններով սկսում է ճանաչել այս կյանքում կեղծը ու կեղծիքը ու կեղծավորը։ Թե հիմա սա լավ հատկանիշ է, թե վատ հատկանիշ է, սա կթողնենք հետո, կխոսենք հետո։ Բայց փաստն այն է, որ դու սկսում ես զանազանել։ Իշնորհիվ այս հաղորդակցության, իշնորհիվ այս շփման, այս հատկությամբ օժտված չեն կաթնկեր կամ կաթնակեր հավատացյալները։ Որոնք են կաթնակեր հավատացյալները։ Որոնք որ սովոր չեն կոշտ կերակուրին, սովոր չեն խորը աստվածաշնչյան գիտելիքներին, հոգևոր գիտելիքներին, աստված ճանաչողության ծիրի վրա չեն, այդ ուղու վրա չեն, նրանց միտքը, նրանց սիրտը սևեռված չէ ճանաչողությունը, քննությունը, գիտությունը։ Հիսուսը հրեաներին ասաց, գրքերը քննեցեք, որտեղ այդ գրքերն են խոսում իմ մասին ճանաչողությունը աստղերից, երազներից, տեսիլքներից չպետք է գա, այլ գրքերը քննելուց պիտի գա։ Նա, որ իր սիրտը տվել է Աստծո խոսքի գիտությանը, խոսքի քննելուն, արդարության խոսքի մեջ հմտանում է, որի արդյունքում իր ներքին զգայարանները սկսում են աշխատել, ճիշտ սպորտսմենի այն մկանների նման, որոնք որ սովորական մարդկանց մոտ այդքան զարգացած չեն, բայց քանի որ նա վարժեցրել է ինքն իրեն այդ մարզանքների, նրա այդ մկանները զարգացած են, ի տարբերություն մեզանից շատերի։ Նայում ես, տեսնում ես, ոյո, բարձրահասակ, հաղթանդամ, բայց կարող է մի թեթև քաշ չկարողանա գետնից բարձրացնել։ Բայց մեկ էլ տեսնում ես, նրանից ավելի մարմնով փոքր տկար, YouTube-ում, TikTok-ում մի պրանք, հա,
այդպես տեսանյութեր են պատտվում, ես շատ եմ սիրում այդ տեսանյութը, Վիտալի անունով մի տղա, որը տարբեր մարզասրահներում ուրեմն ինքը ձևացնում է, թե ինքը մաքրության գործով է զբաղված, եւ այնտեղ այսպես հաղթանդամ տղաներ փորձում են միշտ ինչ որ ծանր քաշեր բարձրացնել, իսկ ինքն էլ իր մարմնով ավելի այսպես փոքր մարմին ունի, հա, փոքրակազմ այսպես մարմին ունի, եւ հաճախ մոտենում է այդ հաղթանդամ տղաներին, ասում է թույլ կտակ է ձեր ծանր քաշը ես բարձրացնեմ, նրանք ծիծաղում են միշտ իր վրա, նայելով նրա մարմնի կազմվածքը, նրա արած գործը, հա. Եվ դե էլ չեմ ասում, որ իր ձերքի ձողը երբ որ տալիս է, արդեն սա շատ ծանր է, բավական ծանր է, վերցնում են ու ձերքները ծռվում է, եւ զարմանալիորեն մոտենում է այդ ծանր քաշերին, որ այդ հաղթանդամ տղամարդիկ մի կերպ փորձում են բարձրացնել ու մեկի մոտ մի քիչ ստասում է, մեկի մոտ ընդհանրապես չի ստասում, իսկ ինքը միշտ գալիս է, մոտենում է եւ բոլորը կողքից նախ ծիծաղում են, իսկ հետո վերցնում է ծանր քաշը եւ լավ էլ բարձրացնում է եւ ուղղակի ապշում ու զարմանում են։ Ինչու՞, որովհետև մարմնի եւ արած աշխատանքին խապնվում են։ Այնինչ իր մոտ այնպեսի մկաններ կան զարգացած, որ այդ սովորական այդ մարզասրահի մարզիկների մոտ դրանք հիմնականում զարգացած չեն։ Հա, այդպես եւ հավատացյալ մարդը կարող է ինքը, կարող է այս տղայի նման ինչ որ միտեղ հատակ մաքրող աշխատի, հա, ինչ որ մի հասարակ գործ անի, բայց իր մոտ իր հոգեվոր զգայարանները այնքան զարգացած լինեն, որ իրեն շատ իմաստուն կարծող, չգիտեմ, բիզնեսի տեր, գործարանատեր, էս ինչի տեր, այն ինչի տեր, մարդկանց մոտ այդ զգայարանները չաշխատեն, զարգացած չլինեն։ Աստծո խոսքը, Քրիստոսի ներկայությունը մեզ աճեցնում է եւ մեզ սովորեցնում է, որ այս կյանքում, որը որ շատ կարեւոր հատկանիշ է, կարողանանք զանազանել կեղծն ու կեղծավորը։ Ինչու՞։ Որովհետեւ աշխարհը լի է կեղծիքով։ Աշխարհը լի է ստով եւ սուտը բխում է սատանայից։ Հիսուս սատանային կոչեց ստության հայր։ Աշխարհը լի է ստով եւ կեղծիքով։ Եվ այս հատկությունը շատ կարևոր է ու երանելի են նրանք, որոնք որ քայլում են Տիրոջը հետ, որոնք որ հաղորդակցվում են Տիրոջը հետ եւ իրենց մոտ այս զարգացած է այս հատկանիշը։ Աստծոծառան ասում է իր գրքի 6-րդ գլուխ 30 համարի մեջ, միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, միթե իմ քիմքս չար բաները չի կարող զանազանել։ Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, միթե իմ քիմքս չար բաները չի կարող զանազանել։ Այսինքն մարդը խոսում է, որ իմ քիմքը բավականաչափ զարգացած է, որպեսզի ես կարողանամ ճանաչել չար բաները։ Ինչպես մարդու քիմքը կարողանում է աղին, դառը, քաղցրը զանազանել, համերը զանազանել, մարդիկ կան, չգիտեմ, գինի են խմում եւ ասում են, այս որ թվականի քանի տարի պահված գինի է կամ ինչ խաղողի հյութից է բաղկացած, որտեղի խաղողն է, որ ամսվա խաղողն է եւ այլն, այսպեսի մասնագետներ կան, չէ, դեգուստատորներ ենք մենք ասում նրանց։ Այդպես եւ Աստծո մարդը, նա ում կյանքում Քրիստոսի ներկայությունը կենթանի է, նրան քիմքը չարն ու բարին զանազանելու հատկություն ունի, կարողություն ունի։ Եվ սա վկայում է, որ իրոք Աստված քայլում է այս մարդու հետ, Քրիստոս քայլում է, կամ այս մարդը քայլում է Քրիստոսի հետ, որովհետև նրա քիմքը զարգացած է այս ուղղությամբ։ Նա ասում է, ով իր լեզուն մաքուր է պահում։ Միթե իմ լեզվիս վրա անիրավություն կա, ասում է Հոբը։ Միթե իմ քիմքս չար բաները չի կարող զանազանել։ Երբ որ լեզվիդ վրա անիրավություն չկա, լեզուդ մաքուր է մնում եւ կարողանում է զանազանել։ Բայց երբ որ բերանը սովոր է, լեզուդ սովոր է անիրավությանը, արդեն քեզ համար կեղծիքը սովորական բան է դառնում։ Էլ քեզ համար այն կեղծիք չի դառնում, այն սովորական է դառնում։ Երբ որ քո աչքը սովոր է անիրավություն դիտելուն, անիրավություն նայելուն, անիրավությանը հետևելուն, արդեն դա դառնում է քեզ համար սովորական մի բան։ Հիշեք ձեր կյանքում երևույթներ, որ առաջին անգամ տեսակ շոկ ապրեցիք, չէ՞։
ցնցում ապրեցիք, տարօրինակ թվաց, ինչ որ մեկը ձեզ խաբեց, ինչ որ մեկը, չէ, սուտ խոսեց եւ այլն, ինչ որ ցնցում ապրեցիք, բայց երբ որ արդեն շատ ես տեսնում եւ ինքդ էլ գործնականապես այն կիրառում ես, այն դառնում է քեզ համար ինչ։ Սովորական մի բան։ Բայց երբ որ լեզուդ մաքուր ես պահում, քիմքը դառնում է զգայուն կեղծիքին ու ստին։ Ինչպես Առաքյալն էլ ասաց, ներքին զգայարաններով, ասում են, նրա զգայարաններն արդեն հմուտ են ճանաչելու չարն ու բարին։ Սա կարևոր հատկանիշ է։ Սա կարևոր հատկանիշ է ճանաչելու համար կեղծը, կեղծավորը, չարը, բարին։ Ինչու՞, որովհետև այս աշխարհը լի է կեղծիքով։ Որովհետև կեղծ խոսքերը շատ են, խաբեությունները շատ են, մոլորությունները շատ են։ Որովհետև ճշմարտության անվան տակ այնքան սուտ կա, այնքան կեղծիք կա։ Կեղծ ժպիտները շատ են։ Կեղծ մարդահաճությունները շատ են։ Եվ եթե մեր մոտ զարգացած չես, մեր ներքին զգայարանները զարգացած չեն զանազանելու սա, շատ հեշտությամբ ընկնելու ենք չարի ծուղակը։ Սակայն Հիսուսի հետ քայլողը չի կարող հաշտ լինել ստության հետ։ Աստծո հետ քայլողը, Հիսուսի հետ քայլողը չի կարող հաշտ լինել ստության հետ։ Առաջին Հովանու նամակի մեջ կարդում ենք 5-րդ գլուխ 20-րդ համար։ Առաջին Հովանու 5:20 ասում է. Գիտենք, թե Աստծո որդին եկավ, մեզ կարողություն տվավ, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Մենք այն ճշմարիտին մեջ ենք, իր որդին Հիսուս Քրիստոսին մեջ, անիկա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ Աստծո որդին եկավ, մեզ կարողություն տվեց։ Ինչ կարողություն։ Ճշմարիտը ճանաչելու։ Չգիտես ինչու շատերը սրան ուշադրություն չեն դարձնում։ Աստծո որդին եկավ մեզ օրհնելու, Աստծո որդին եկավ մեզ փրկելու, Աստծո որդին եկավ հրաշքներ գործելու, Աստծո որդին եկավ մեզ շնորհներ տվեց, որ մենք հրաշքներ գործենք, պարգևներ ունենանք, այս անենք, այն անենք, բայց ոչ մեկ չի մտածում, որ Աստծո որդին եկավ մի կարևոր շնորհ տալու համար։ Այն է ճշմարիտը ճանաչելու։ Կարևոր է սա, թե ոչ։ Իհարկե կարևոր է։ Կարևոր է ճանաչել ճշմարիտը։ Եվ նա, որ քայլում է Հիսուս Քրիստոսի հետ, չի կարող քայլել ստության հետ, ստության մեջ։ Չի կարող հաշտ լինել կեղծիքի հետ։ Նա, որ քայլում է Քրիստոսի հետ, չի կարող համերաշխ լինել կեղծավորի հետ։ Ընդունում եք, թե ոչ։ Չես կարող։ Եթե դու հաղորդակցվում ես Քրիստոսի հետ, եթե դու նրա հետ ես շփվում, նա քեզ տալիս է այդ կարողությունը, ճշմարտությունը ճանաչելու։ Պարտադիր չէ բոլոր ստերը իրենց բոլոր ձևերով ճանաչես այս աշխարհում, չես կարող։ Սատանան 1000 տեսակի ձև ունի՝ կեղծելու, խաբելու, մոլորեցնելու։ Բայց քեզ հարկավոր է մի բան՝ ճշմարտությունը ճանաչել։ Եվ դու բավական է, որ ճշմարտությունը ճանաչես, արդեն կզանազանես կեղծը եւ կեղծավորը։ Ու նա, որ Քրիստոսի հետ է քայլում, նա, որ Հիսուսի հետ է, նա ճանաչում է ճշմարտությունը, ուստի եւ զանազանում է կեղծիքը ու կեղծավորը։ Եվ շատ կարևոր մի բան, նա, որ ճանաչում է ճշմարտությունը, նա չի կարող համերաշխ լինել կեղծիքի հետ։ Նա, որ ճանաչում է ճշմարիտին, նա չի կարող հանդուրժել կեղծավորին։ Մարդիկ կան, որոնք որ իրենց զգայարանները վարժեցրել են կեղծիքի ու կեղծավորի հետ ապրելուն։ Դե ասում է, բա ինչ անենք, բա ոնց յոլլա գնանք, ոնց ապրենք այս աշխարհում, ստիպված ինչ որ բաներ էլ աչք պետք է փակենք, ինչ որ բաներ էլ չնկատելու տանք, եւ այլն, որ կարողանանք մի ձև մեր գործերը առաջ տանենք եւ այլն։ Սրանք կամած վարժվում են այս կեղծ սուտ աշխարհի մեջ ապրելուն,
Բայց մեկը, որ ճշմարտությունը ճանաչում է, մեկը, որ Աստված ճանաչում է, մեկը, որ Քրիստոսն ունի, նա ունի այդ կարողությունը ճշմարիտը ճանաչելու, ուստի եւ կեղծիքը զանազանելու, սուտը զանազանելու, կեղծավորը զանազանելու։ Նա զանազանելով կեղծիքն ու կեղծավորը չի կարող հանդուրժել նրա ներկայությունը։ Չի կարող հանդուրժել։ Նա համերաշխ չէ։ Նա կոմպրոմիսի չի կարող գնալ, նա երբեք չի կարող իր շահը փնտրելով հանդուրժի եւ համերաշխ լինի ստին ու կեղծիքին։ Առաջին Հովանու 2-րդ գլուխ 26 եւ 27 համարներն ասում են. այս բաները գրեցի ձեզի, ձեզ մոլորեցնողների համար։ Լսում եք, որպեսզի այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ձեր մեջ մնա, պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնե, արդեն նույն օծությունը ձեզ կսովորեցնե ամեն բան, որ ճշմարիտ է ու սուտ չէ։ Ինչպես անիկա ձեզ սովորեցուց, անոր մեջ կեցեք։ Առաքյալն ասում է, այս բաները ձեզ գրեցի, ձեզ մոլորեցնողների համար։ Ուրիշ խոսքով, ես ձեզ ապահովում եմ նախապես, որ դուք պաշտպանված լինեք նրանցից, որոնք որ ձեզ մոլորեցնում են։ Որը որ ձեր շուրջն է, ամեն օրեք, Աստված մտահոգված է քո ապահովությամբ։ Ուստի իր խոսքով ցանկանում է քեզ պաշտպանել, որին մենք հետո կանդրադառնանք ավելի խորապես։ Եվ ասում է այն օծությունը, որ դուք ունեք, այդ օծությունը Սուրբ Հոգու օծությունն է, Սուրբ Հոգու ներկայությունն է ձեր կյանքում։ Այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ձեր մեջ մնա, պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնե։ Այդ նույն օծությունը ձեզ կսովորեցնե ամեն բան, որ ճշմարիտ է եւ սուտ չէ։ Այդ օծությունն է, որ ձեզ սովորեցնում է, ձեզ ցույց է տալիս այն ամեն ինչ, որ ճշմարիտ է եւ սուտ չէ, եւ կարիք չկա մեկը ձեզ սովորեցնի։ Կարիք չկա, որ մեկը գա ձեզ ասի սրա մասին, նրա մասին, գա սրանից խոսա, նրանից խոսա, որ ձեր աչքերը բացվեն, ճանաչեք եւ այլ, այսինքն բամբասանքի դուռ պետք չի բացել։ Ինչ գիտես, մարդը ինչ շարժառեթներից ելնելով է գալիս քո մոտ խոսում ուրիշների մասին։ Ես ասում եմ, որ դու էլ զգուշանաս։ Դու ասում ես, որ ինքն էլ զգուշանա, թե պարզապես ուզում ես պախարակել եւ աղտոտել մարդու անունը ուրիշի մոտ։ Կարիք չկա, որ մեկը գա, ասում է ձեզ սովորեցնի, որովհետև այն օծությունը, որ դուք ունեք ձեր մեջ, այդ օծությունը ձեզ սովորեցնում է, ձեզ ցույց է տալիս ճշմարիտն էլ, կեղծիքն էլ։ Փառք Տիրոջը սրա համար։ Սա մի կարևոր հատկանիշ է։ Այս օծությունը ունեցողը ներքին վկայություն ունի։ Ներքին համերաշխություն ունի ճշմարիտի հետ։ Եվ ներքին անհանդուրժողականություն ունի կեղծիքի հետ։ Եվ դու ոչինչ չես կարող անել սրա հետ։ Ինչքան էլ քո դաստիարակությունը թույլ չի տալիս, որ դու այսպես քեզ դրա դեմ կռիվ տաս եւ այլն, հա, միևնույն է, չես կարողանում։ Չես կարողանում հանդուրժել։ Ներքուստ զգում ես, որ սա սուտ է, սա կեղծ է, սա խաբեություն է, սա կեղծավոր է։ Զգում ես։ Ներքին վկայություն կա։ Բայց մի ասա, հա ես տենց միշտ զգում եմ, բայց Աստծո խոսքին անհմուտ եմ։ Չի լինում այդպես։ Կարող է կյանքի փորձը քեզ որոշ դասեր տված լինի ու դրա շնորհիվ դու զգաս։ Բայց իսկական fake-ը, իսկական false-ը, իսկական կեղծը կարող է զանազանել միմիայն ճշմարիտ լույսի ներքո, որն է Աստծո խոսքը։ Ճիշտ է, տեսել եք բանկերում, որ ուզում են ստուգել, փողը ստուգել, ճիշտ է, սխալ է, ինչ են, ինչ որ հատուկ լույսի մեջ են, չէ՞ մտցնում, այսպես։ Հատուկ լույսի մեջ են պահում եւ այնտեղ ցույց է տալիս, իրական է, թե կեղծ է։ Այդ լույս տվողը այս խոսքն է։ Այս խոսքն է։ Այս խոսքը պետք է ունենաս քո մեջ, որ կարողանաս զանազանել false-ը, fake-ը,
կեղծը։ Այդ ներքին օծությունն է, որ ունես քո մեջ եւ ճանաչում ես ճշմարիտը։ Թվում է թե սա լավ շնորհ է, չէ՞։ Սակայն այն կրելը եւ դրանով ապրելը ծանր լուծ է։ Այս հատկություն ունեցողի կյանքը հեշտ չէ։ Դու չես կարողանում խաղալ դեր։ Չես կարողանում խաղալ դեր, դրա համար տեղ չունես կյանք կոչվող այս թատրոնում։ Մարդիկ կան, որոնք որ շատ վարժ են դերեր խաղալու։ Շատ վարժ են, որովհետև նրանք կարողանում են հեշտությամբ կեղծել։ Այս մարդիկ կան, որոնք որ չեն կարողանում խաղալ դերեր։ Պարզապես չեն կարողանում խաղալ դերեր։ Պարզ մի բան, ինքը որ մի վատ բան է արած լինում, նա չի կարողանում դա թաքցնի։ Նա մոլեգնում է, դեմքի գույնը փոխված, աչքերը կարմրած, թաց, գիշերները չքնած, չի կարողանում կեղծի։ Ոչ կարողանում է իր սերը կեղծել, ոչ կարողանում է իր գործած մեղքը թաքցնել կեղծել։ Իրեն թվում է, թե բոլորը գիտեն դրա մասին, բոլորը տեսել են, բոլորը հասկացել են, չի կարողանում, որտև չի կարողանում դեր խաղալ։ Քրիստոսի հետ քայլողը չի կարում դեր խաղալ, գիտեք դա։ Ոչ Պողոսը կարողացավ դեր խաղալ։ Պողոսը եթե լավ դերասան լիներ, Պետրոսին չէր հանդիմանի բոլորի մոտ։ Չէ՞։ Հիշում եք պատմությունից։ Պողոսի հետ նստած Պետրոսը հեթանոսների հետ հաց էր ուտում։ Հեռվից տեսավ հրյաներ են գալիս, Հակոբոսի կողմից հրյաներ են գալիս, սեղանի վրայից վեր կացավ, յանի ես իրանց հետ հաց չէի ուտում։ Պողոսը կարար ասել, դե Հիսուսի հետ քայլած մարդ է Պետրոսը, հարգենք, վերջապես նա մեր վեհափարն է, մեր կաթողիկոսն է, մեր արքեպիսկոպոսն է, մեր էս ինչն է, այն ինչն է, բայց չկարողացավ հանդուրժել կեղծը, ասեց, եղբայր, եթե դու քեզ հեթանոսի պես ես պահում, ինչ ես ակնկալում ես հեթանոսներից։ Ու Պողոսը գիտեր, որ սա կարար շատ ծանր նստել իր վրա։ Այս խոսքը, այս արտահայտությունը, բայց չկարողացավ ինքն իր դեմ առնել, որովհետև չկարողացավ կեղծել։ Որովհետև Քրիստոսի հետ քայլողը չի կարողանում կեղծը կուլ տալ, կեղծը մարսել, սուտը մարսել, դեր խաղալ։ Դրա համար էլ շատ հաճախ դու քեզ չես կարողանում գտնել այս կյանք կոչվող թատրոնում, որովհետև դեր խաղալ չգիտես։ Որովհետև վարժ չես դերեր խաղալու։ Որովհետև ճշմարտության մեջ ապրողը, ճշմարտությունը սիրողը, նա չի կարողանում կեղծիքի ու ստի հետ համերաշխ լինել։ Դեռ մի հատ էլ ինքը խաղա։ Դրա համար այս տեսակ մարդկանց կյանքը հեշտ չէ, սիրելիներս։ Իրոք հեշտ չէ։ Դժվար է, եւ դրա մասին ինքը Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց։ Եկեք կարդանք Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 18-ից 23 համարներ։ Ուշադրություն դարձրեք ամեն խոսքի։ Եթե աշխարհը ձեզ ատե, գիտեք, թե ձեզ մե առաջ ինձ ատեց։ Հիսուսն է ասում։ Եթե աշխարհից եղած լինեիք, աշխարհը իրենները սիրում է, բայց որովհետև աշխարհից չեք, հապա ես ձեզ աշխարհից ընտրեցի, անոր համար աշխարհը ձեզ կատե։ Մտքերնիդ բերեք այն խոսքը, որ ձեզ ասացի, թե ծառան իր տիրոջից մեծ չէ։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ պիտի հալածեն։ Եթե իմ խոսքը սպահեցին, ձերն էլ պիտի պահեն։ Բայց այս ամեն բաները պիտի անեն ձեզ իմ անվանս համար, որովհետև չճանաչեցին զանիկա, որ զիս ղրկեց։ Եթե ես եկած ու անոնց խոսած չլինեի, անոնք մեղք չէին ունենա, բայց հիմա իրենց մեղքին պատճառանք չունեն։ Նա որ ինձ կատե, իմ հայրս էլ կատե։ Հիսուս նախապես զգուշացրեց, ասաց. Եթե աշխարհը ձեզ ատի, իմացեք, որ ձեզանից առաջ ինձ է ատել։
Իրականում ինչու են Հիսուսին ատում։ Որովհետև Հիսուսը չի տեղավորվում իրանց կեղծ աշխարհի մեջ։ Իրանց սրբության դերերի մեջ չի տեղավորվում Հիսուսը։ Իրենց կեղծ կրոնների մեջ Հիսուս չի տեղավորվում։ Հիսուս տեղավորվում է միայն նրանց սրտերում, ովքեր որ ճշմարիտը սիրում են, ովքեր որ ճշմարտությունից են։ Ովքեր որ անկեղծ հոգով, անկեղծ սրտով, անկեղծ էությամբ բաց են Աստծո առաջ։ Ուստի եթե քեզ ատում են, մի զարմացի, Հիսուսն ասեց, քեզանից առաջ ինձ ատեցին, եթե ինձ սիրեին, քեզ էլ կսիրեին, բայց եթե ինձ ատեցին, քեզ էլ պիտի ատեն։ Եթե ես աշխարհից լինեիք, աշխարհը յուրայիններին սիրում է, բայց քանի որ ես աշխարհից չեք, դրա համար էլ ձեզ ատում է։ Աշխարհը իրեններին սիրում է, ինչու, որովհետև իր նման կեղծ են իրենները։ Շրջապատում ճշմարտախոս, ճշմարտություն ասող մարդկանց հաճախ չեն սիրում։ Բայց նա որ լավ կարող է շողոքորթել, նա վարժ է շողոքորթության մեջ, նա գիտի ում բարև տա մեր հանրայդ բանաստեղծի ասացի պես, նա գիտի ում սեղանին ինչ կենաց ասի, ում մեռելի վրա լացի, ումի վրա չլացի։ Նա որ վարժ է, նրանց սիրում են, ընդունում են, նրանք հարմար տեսակ են։ Քրիստոսի եղողները, Քրիստոսի հետ ապրողները այս աշխարհի համար հարմար տեսակ չեն։ Նրանք ոսկոր են աշխարհի կոկորթում։ Դրա համար նրանք միշտ արժանանալու են ատելության եւ նրանց կյանքը այս աշխարհում հեշտ չի, ուստի մի զարմացի։ Այ եթե հեշտ չի կյանքդ, սա վկայում է նրա մասին, ոչ թե որ դու դժբախտ ես, որ դու լքված ես, որ ես ինչ մենակ եմ ես այս աշխարհում, ոչ, սա վկայում է նրա մասին, որ ճշմարտության կողմնակից ես, ճշմարտությունը սիրում ես եւ վերջապես Քրիստոս քեզ հետ է։ Ես կգերադասեմ աշխարհը, ամբողջ աշխարհը ատի ինձ, բայց Քրիստոսի հետ լինեմ, քան ամբողջ աշխարհի կողմից սիրված եւ ընդունված լինեմ, բայց չլինեմ Քրիստոսի հետ։ Սա ձեզ թող նշան լինի։ Ուրախ եղեք սրանով, 19-րդ խոսքն ասում է, եթե աշխարհը ձեզ ատի, գիտեք, թե ձեզ մի առաջ ինձ ատեց։ Եթե աշխարհից եղածը լայք, աշխարհի իրենները սիրում են, բայց որովհետև աշխարհից չեք, ապա ես ձեզ աշխարհից ընտրեցի, անոր համար աշխարհը ձեզ կատե։ Ուրախ եղեք, ինչու, որովհետև աշխարհից չեք։ Այս լավ նշան է, այս լավ վկայություն է։ Այս լավ վկայությունը, որ աշխարհից չես, երկրորդը ուրախ եղեք, որովհետև աշխարհից Հիսուս քեզ ընտրել է։ Այս ատելությանը, երբ որ դուք առնչվեք, ուրախացեք։ Դրա համար երանելիների մեջ ասում է ուրախացեք, եթե արդարության համար հալածվեք, չէ՞։ Երանին նրանց, ովքեր որ արդարության համար հալածում են, ինչու, որովհետև աշխարհից չեն, որովհետև ընտրել է Աստված նրանց, ընտրել է Քրիստոս նրանց։ Սա լավ բան է, սա հիշեք խնդրում եմ։ 20-րդ համարն ասում է, մտքերնից բերեք այս խոսքը, որ ձեզ այսից է ծառան իր տիրոջից մեջ չէ։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ պիտի հալածեն։ Ծառան իր տիրոջից մեծ չէ։ Եթե մեր Տերը հալածվեց հանուն ճշմարտության, ուրեմն ծառան էլ պետք է հալածվի։ Ծառան իր տիրոջից մեծ չէ։ Այսօր ինչքան ծառաներ կան, որ իրանց տիրոջից մեծ են։ Ինչքան ծառաներ կան։ Իրենց ինչ կոչումներ են տալիս, իրենց ինչ պատիվներ են տալիս, ինչ պատիվներ են ակնկալում, ինչ ծափարություններ են ակնկալում, ինչ համբույրներ, թուշը չէ, ձեռքը, ոտքը թողնես։ Այնպիսի կոչումներ են իրենց վրա կրում, որ Քրիստոս իր երկրավոր կյանքում նման կոչումներ չկրեց։ Նման կոչումներ չկրեց։ Ամենաբարձր կոչումը երկրից վրա, որ Քրիստոս կրեց, դա երևի թե վարդապետներ, ուսուցիչներ, ռաբիներ, հարությունից հետո մահը հաղթելուց հետո միայն մի անգամ այդ հռչակումը եղավ Թոմաս Առաքյալի կողմից իմ Տերս եւ իմ Աստվածս։ Էլուր, եթե այդքանից հետո պետք է չհասկանաս, որ դիմացդ Աստված է։ Բայց ումից փառք ընդունեց, ումից երկրպագություն ընդունեց։ Ում ասեց ինձ այսպես կոչեք, ինձ սենց կոչեք, ինձ այնպես կոչեք։
Ծառան իր տիրոջից մեծ չէ։ Մեր դարում, մեր քրիստոնեության մեջ ծառաներն ավելի մեծ են, քան Քրիստոս։ Ինչ եք խոսում։ Ծառաներն այնքան մեծ են, որ Քրիստոս օրինակ այս մեղքը չէր հանդուրժում, հանդիմանում էր այս մեղքը։ Ծառան ասում է, չէ, ինչ ես խոսում։ Դա ես եմ իմ մերոնք են արել ու ճիշտ են արել։ Աստծուն ճանաչողը ճանաչում է նրանց, որոնք Աստծուց են։ Բայց այս ամեն բաները պիտի անեն ձեզ իմ անվանս համար, վասնզի չճանաչեցին զանիկա, որ զիս ղրկեց։ Եթե ճանաչեին Աստծուն, կճանաչեին նաև նրանց, ովքեր որ ճշմարտությունից են։ Եթե ճանաչեին Աստծուն, կճանաչեին նրան, ով որ քայլում է Աստծո հետ։ Եթե մերժում են, եթե դրժում են, եթե չեն ընդունում, հիշի պարզապես չեն ճանաչում Աստծուն։ Իսկ դու ընտրել ես Աստծո հետ քայլելու ճանապարհը։ 22-ում Հիսուսն ասում է. Եթե ես եկած ու անոնց խոսած չլնեի, անոնք մեղք չէին ունենար եւ այլն։ Եթե ես եկած խոսած չլինեի, մեղք չէին ունենա։ Եթե ճշմարտությունը հռչակված չլիներ, մարդիկ իրենց մեղքերը չէին էլ ճանաչելու։ Մեղք չէին ունենա չի նշանակում արդար կլինեին։ Մեղք չէին ունենա նշանակում չէին ճանաչի իրենց մեղքերը, բայց քանի որ ես եկա խոսեցի, ճշմարտությունը խոսեցի, արդեն մեղքը բացահայտվեց։ Հիմա ճիշտն ասեք, որքան հաճախ ես մտածում լռել, չխոսել։ Չէ՞։ Դնում է այդպես, որ ասում այ մարդ սուսում է էլի։ Մի խոսա էլի։ Այս երբ որ կեղծը տեսնում ես, երբ որ գիտես դիմացինը դեր է խաղում։ Հավատացյալի դերին է վերցրել իր վրա։ Հովվի դերի մեջ է մտել։ Այ եթե ես չխոսելու կարողություն ունենայինք, այսօր կարող է մեր թիվը հազարավորների հասներ։ Այդ երբ որ ճշմարտությունը ճանաչում ես, ու երբ որ կեղծն ու կեղծավորին զանազանում ես, տարբերակում ես, չես կարող չխոսել։ Հիսուսն էլ եթե չխոսեր, չէին խաչի։ Չէ՞։ Հիսուսն էլ եթե չխոսեր, չէին խաչի։ Այդ խոսեց։ Հովանես Մկրտիչը եթե չխոսեր, գլուխը չէին կտրի։ Չէ՞։ Դա քո գործն է Հերովդեսը ում հետ ապրում, ինչ անում։ Քո ինչ գործ, դու գնա քո ավետարանը քարոզի։ Ախպայր, պոլիտիչսկի, գեղեցիկ, քաղաքավարի, գործ չունես։ Սպոնսորները փողերդ կկտրեն։ Ոչ մեկին դուր չի գալիս լինել մեկի հետ, որը այդպես չի հանդուրժում, տոլերանտ չի։ Եթե ես չխոսեի, ասում եմ ձեր մեղքը անհայտ կմնար։ Դու էլ չէ, որքան հաճախ մտածել ես այ մարդ լռի էլի մի խոսա։ Այդ երբ սկսում ես խոսել, մարդիկ տեսնում են իրենց մերկությունը։ Մարդիկ տեսնում են իրենց դատարկությունը։ Դրա համար մարդիկ փախնում են այնտեղ, որտեղ իրանց չեն ճանաչում։ Հասկանում եք։ Գնում են այնտեղ, որտեղ իրանց չեն ճանաչում։ Չեն կարողանում մնալ, մի րոպե ավել չեն կարողանում մնալ այնտեղ, որտեղ իրանց ճանաչում են, իրանց ներկան էլ գիտեն, իրանց անցյալն էլ գիտեն։ Հարց, իսկ ինչու ուրիշները կամ շատերը չեն նշмарում։ Ինչու։ Բոլորը չեն նշмарում, ուրիշները չեն նշмарում։ Հետաքրքիր մի խոսք կա Թեսաղոնիկեցիս 2-րդ նամակի մեջ։ Սա էլ կարդամ եւ վերջացնեմ այսօրվա համար, Տերը կամենա մյուս կիրակի կշարունակենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:10 Եվ կորսվածներուն վրա անիրավության բոլոր խաբեությունովը, քանի որ անոնք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, անոր համար Աստվածալ պիտի ղրկե անոնց զորավոր մոլորությունը, որ սոտության հավատան։ Էսի Ների Գալստյան մասին է խոսում, բայց այս սկզբունքը գործում է միշտ։ Միշտ գործում է։ Ասում է, քանի որ նրանք ճշմարտության սերը չընդունեցին, Աստված էլ նրանց պիտի ուղարկի եւ Աստված նրանց ուղարկում է զորավոր մոլորություն, որպեսզի սոտությանը հավատան։ Այս մոլորությունների, սոտությունների
կեղծիքների առատ գոյությունը թույլ է տվել Աստված։ Ես ուրախ եմ դրա համար։ Գիտեք ինչու։ Որովհետև եթե մենք ճշմարտության սերը ունենալով դա չենք ճանաչում, չենք հնազանդվում, չենք խոնարհվում, չենք ուզում իր հետ ապրենք, չենք ուզում մենք հարմարվենք ճշմարտության հետ, մենք խոնարհեցնենք մեր անձը ճշմարտության առաջ, որ է Քրիստոս Հիսուս։ Մեր կիրքերով ենք ապրում, մեր ցանկություններով ենք ապրում, մեր ամբիցիաներով ենք ապրում, եւ սրանք կուրացրել են մեր աչքերը ու չենք ուզում ընդունել ճշմարտությունը, քանի որ մեր ստամոքսը ուզում է ուտել։ Աստված էլ զորավոր մոլորության ոգին է բաց թողնում աշխարհի վրա, մեր վրա, որպեսզի ստությանը հավատանք։ Հասկանալի է, չէ՞։ Որպեսզի ստությանը հավատանք։ Աստված էլ պիտի ղրկի անոնց զորավոր մոլորությունը, որ ստությանը հավատան։ Ոչ թե չհավատան, ոչ թե անհավատ լինեն, չէ, որ հավատան, իրանք էլ հավատացյալ լինեն, բայց ինչին հավատան։ Ստությանը։ Աստված օրհնե ամենքիդ, Տերը կամենա մյուս կիրակի կխոսենք, եթե Աստված կյանք տա, ինչու համար է այս զանազանության շնորհը տրված Աստծո ընտրյալներին։ Ինչու համար։ 3 կարևոր ճշմարտություններ պետք է փոխանցեմ Տերը կամենա մյուս կիրակի, այնպես որ բաց մի թողեք պաշտամունքը սիրելիներ, Տերը զորացնե, որպես կիրառություն, հա, որպես ամփոփում էս պատգամի, ինչ անեմ, արա սա, խոնարհեցրու անձդ Աստծո առաջ, փափագիր Տիրոջը ներկայությունը, հետամուտ եղիր ճշմարտությունը ճանաչելուն, քննիր, սերտիր, այսինքն հմուտ եղիր Աստծո արդարության խոսքին, զարգացրու քո մեջ այն մկանները, որոնք որ միջ այսօր այդքան էլ զարգացած չէին, այն է չարը բարին զանազանելու կարողությունը։ Ու մի վախեցիր ճշմարտության մեջ ապրելու։ Ճիշտ է դժվար է այդ ուղին, բայց ունես պաշտպանությունը Հիսուս Քրիստոսի, որ խոստացավ քեզ հետ գալու մինչև աշխարհի վերջը։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը հիմա եւ միշտ ու հավիտյան դարերում։ Ամեն։